Ողջունում եմ քեզ սիրելիս, Աստծո օրհնությունը լինի քեզ հետ։ Երեք այս վերջի 2 ամիսները ինձ համար շատ ծանր ամիսներ էին, որովհետև ավետարանչության ժամանակ 10 հոգուց ավել մարդիկ մահացան, կային մարդիկ, ովքեր որ ձեռքերից մեջ մահացան, եւ այդ դեպքերից հետո ես նամակ եի գրում տարբեր մարդկանց, ուզում էի հասկանալ նրանց միտքը, կարծիքը որն է, եւ հարցս հետեւյալն էր. ոնց եք մտածում, ով է հաջողված ավետարանիչը, եւ այս հարցը ուղղում էի մարդկանց, ցավալի է բասփաստ, որ մեծամասնությունը մտածում էր, որ հաջողված ավետարանիչները դրանք, որ աշխարհով մեկ շրջագայում են, եկեղեցիներում ծառայում են եւ իրականում հրաշքների ծառայություն են անցկացնում։ Իհարկե այդ ամեն ինչը լավ է, երբ որ մեր կյանքում կա, երբ որ հրավերներ կան, ծառայություններ կան, հրաշքները կան, եւ ես մարդկանց հարց էի տալի, ասում եմ, իսկ հիմա մեկ ուրիշ հարց եմ ուզում քեզ տալ, վերջ անգամ երբ ես փողոցում մարդկանց վկայել Հիսուսի մասին, կամ հիվանդանոցներում աղոթել հիվանդների համար, կամ երբ ես վերջ անգամ մարդ բերել եկեղեցի։ Ցավալի է բասփաստ, այսօրվա մեր քրիստոնեությունը իրականում մի այսպիսի աստղային ժամանակ է եկել, որ մարդիկ մտածում են, որ լինել ավետարանիչ դա աստղային կյանք է, լինել հովիվ դա աստղային կյանք է, կամ մարգարե, կամ ուսուցիչ, բայց գիտեք, ավետարանիչ լինելու համար մեզ բեմերը պետք չեն եւ ոչ էլ իրականում հեռուստաընկերություններն են պետք։ Իհարկե լավ է, եթե այդ ամեն ինչը կա, բայց Աստծո խոսքը ասում է, որ գնացեք ամբողջ աշխարհով ավետարանը քարոզեք։ Շատ անգամ մենք ուզում ենք հասնենք աշխարհին, բայց մեր շրջապատի մարդկանց մասին մոռանում ենք։ Մի դեպքի մասին եմ ուզում պատմեմ, մի կին կապնվել էր ինձ հետ, խնդրել էր, որ գնամ իրանց երեխայի համար աղոթեմ։ Նրանք իրականում շատ հեռու էին ապրում, եւ երբ որ գնացի իրանց տուն երեխայի համար աղոթելու, այդ երեխան ծանր հիվանդ էր, եւ գիտեք, աղոթելու ժամանակ երեխան մահացավ ձեռքերիս մեջ։ Իմ համար այնքան դժվար էր այդ իրավիճակը վերապրել, այդ ընթացքը։ Եվ երբ որ տեղից դուրս եկա, առաջինը զանգեցի իմ հովին, պատմեցեմ, հով իմ համար այնքան դժվար է հիմա, չես պատկերացնի ինչ է կատարվում ինձ հետ։ Եվ գիտեք, ես հասկացա մի բան, որ հաջողված ավետարանիչը, հաջողված մարդը քրիստոնյան դա նա, ով որ երկնքի արքայությունն է լցնում։ Հաջողված ավետարանիչ այն մարդն է, ով որ մոտենում է մարդկանց պատմում է Հիսուսի մասին։ Հաջողված ավետարանիչը նա է, ով որ մարդկանց կյանքերում բերում է խաղաղություն։ Եվ գիտեք, սիրելիներս, ես իրականում իմ համար հիմա դժվար է մի քիչ խոսել, որովհետև քիչ առաջ նույնպես մի մարդու համար էի աղոթում, որը որ նույնպես մահացավ։ Գիտեք, դժվար է, բայց իրականում Տերը հունձքը հավաքում է եւ Տիրոջ համար մշակներ են պետք։ Ուղղակի խնդրում եմ քեզ վերանայես քո կյանքը։ Վերանայես քո կյանքը, թե ոնց ես անցկացնում քո կյանքը, ոնց անցնում քո օրը։ Արդյոք մարդիկ ապաշխարում են քո ապրելակերպից, քո ապրած օրը ինչ պտուղ է բերում։ Եվ գիտեք, Աստծո խոսքը ասում է, որ մի փոքր քուն, մի փոքր դադար այս ժամանակ աղքատությունը կգա, երբ որ մենք մեզ տալիս ենք հանգստի քնի եւ քնում ենք քրիստոնեական կյանքի մեջ, պարգևները լռում են, իրական ավետարանը կանգնում է, մենք դառնում ենք ուղակի եկեղեցին սարքում ենք գրասենյակ եւ կիրակի օրերը որպես գալեշկա գնում ենք այնտեղ, որպեսզի գալեշկա դնենք, որ մենք գնացել ենք եկեղեցի։ Սիրելիներս, ուղղակի խնդրում եմ ձեզ, այսօր այնքան մարդիկ կան, որ ձեր շրջապատում հիվանդ են, կոտրված են, մեկը սքի մեջ է, մեկը անկողնային պարկած է, գնացեք, տվեք բարի լուրը։ Տվեք բարի լուրը եւ կտեսնեք, որ Քրիստոսը փառավորվում է հենց քո միջոցով։ Պարզապես խնդրում եմ ձեզ, իրականում ձեր մտածելակերպի մեջ մի մցրեք այն մտածելակերպը, որ օծված մարդը դա բեմից ծառայող մարդ է։ Իրականում բեմից ծառայող մարդիկ օծված են, բայց դու էլ օծված ես սատանայի գործերը քանդելու եւ երկնքի արքայությունը լցնելու։ Գնա
եւ ավետարանը քարոզ, ես հավատում եմ, որ Աստված քո միջոցով շատերի կյանքին կկպնի եւ Աստված քո միջոցով շատ փոփոխություններ կբերի եւ կմխիթարի մարդկանց։ Տերը օրհնի քեզ։